Ես էլ կնշեմ, որ ես էլ լավ մարզավիճակում էի գտնվում, ընդհանուր ինձ թվում է մեր թիմը լավ մարզավիճակում էր, լավ հավաքներ էինք անցկացրել մարզիչների հետ միասին, կարանք ավելի շատ մեդալներ նվաճեինք, չգիտեմ, կարող ավելի բարձր հարկի մեդալներ լիներ, բայց ունենք այն ինչ ունենք։ Իմ բով կասեմ, ես էլ ճիշտ է, այս պահին իմ համար այս բրոնզե մեդալը շատ կարևոր էր, որովհետև ամեն անգամ ինչ-որ մի բան ինձ պակասում էր, այս պահին կնշեմ, որ ես մեդալից բավարարված եմ, ճիշտ է, կարող էի, ոնց նշեց իմ մարզիչը, կարող էի ավելին անել, բայց այս պահի համար շնորհակալ եմ էլի Աստծուն, մյուս անգամ կփորձեմ ոսկի մեդալ նվաճել, մրցավարտակ մեկնել էի էլի ոսկի ակնկալիքով ու հասկանում էի, որ կարող եմ ոսկի նվաճել, բայց այս պահին նվաճեցի բրոնզե մեդալ, ես էլ անցկացրեցի 5 գոտեմարտ, բոլոր մրցակիցներս էլ փորձառու էին, չեմ ասի, որ մի մրցակցի հետ գոտեմարտել եմ, որ ուղղակի տենց հեշտ է տրվել այդ հաղթանակը, 4-ում հաղթեցի, 1-ում պարտվեցի, 1 միավորի տարբերությամբ, կփորձեմ մյուս անգամ այնպես անել, որպեսզի այդ 1 միավորը իմ օգտին լինի, ես կարողանամ հաղթել, չգիտեմ, մարզիչների հետ շտկումներ կանենք, կաշխատենք, ինձ թվում է կստացվի, որովհետև ես էլ հավատում եմ, ինձ իմ մարզիչներն էլ հավատում են, դա իմ կարծիքով ամենակարևորն է, ու ինձ թվում է այս մեդալով ավելի շատ շարունակական կլինի, որպեսզի կարողանանք չեմպիոն դառնալ, մեդալները շատ լավ են, բայց ինձ թվում է չեմպիոնությունը մի քիչ ավելի ուրիշ է, ես կասեմ, որ ինձ հավատում եմ, մյուս աշխարհարարությանը, Եվրոպայի առողջությանը կփորձեմ անել ավելին։ Եթե մեդալային գոտեմարտին անդրադառնանք, ինչպես մարզիչը նշեց, սկզբնական շրջանում պատկառելի հաշվով զիջում եք, իսկ հետո արդեն բավականին առաջ անցաք, ինչ տեղ ունեցավ այդ բանը, եւ դուք 5-0 պարտվում եք, բայց հետո կարողացաք հետ բերել կորցրածը։ Ճիշտն ասած, այդ բանը մի քանի վայրկյան էլի եմ նշել, մի քիչ sense մոտս խառնվեց ամեն ինչ իրար, ու շատ էի ուզում այդ գոտեմարտը հաղթել, իմ համար սա շատ կարևոր մեդալ էր, չէի ուզում իմ մեդալը ուրիշին տայի, բայց մի քիչ բարդ ստացվեց հենց սկզբից ինձ համար, 4 միավորից հնարք բաց թողեցի, որ մեր չամարտում մի քիչ դա դժվար է շատ հետ բերելը, չգիտեմ, ընկեր Արմենն էլ մի քիչ պայտակ տենց ծանր դարար է զգացի, դա իմ մոտ էլ է տես մի քիչ ծանր գնում, բայց կարողացա, չգիտեմ, հավատում էի անկեղծի մեջ, որ կարող եմ հետ բերել, ճիշտ է, չէի մտածում, որ կարողանամ այտենց մեծ հաշվով առավելության հասնել, ու փորձում էի գոնե 1 միավորով առաջ անցնել ու կարողանամ ես արդեն թելադրեմ գոտեմարտը, բայց ոնց որ ասում են, ոնց որ ստացվեց, ըմշամ բարբեն այտենց գնում էր ու այտենց կարողացա արդեն որ առաջ անցա միավորներով մրցակիցս արդեն ավելի շատ էր փորձում ինքս սխալներ թույլ տալ, ես էլ դրանից կարողացա օգտվել ու ավելի մեծ հաշվով հաղթել, որ ճիշտն ասեմ, ես էլ այտենց չէի մտածում, որ այդ 5-0-ից հետո կարողանամ այտենց մեծ հաշվով հասնել հաջողության, բայց կարևորը որ կարողացա, չգիտեմ, այդ բանին ճիշտ տակտիկա վարել ու երկրորդ խաղափուլում, այտենց կարող նշեմ, կարողացա մեծ առավելության հասնել։ Շնորհակալ եմ շատ, խնդրեմ լրագրողների գործընկերների հարցեր կան։